Հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևոր է նախամարոտ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է խորհրդարանի ընտրության ձայների հաշվարկը, որ ուժերն են անցնում խորհրդարան ըստ նախնական արդյունքների։ Պարզ մեծամասնություն և սահմանադրական մեծամասնություն ու քանի մանդատ կունենան ուժերը, փաստաբանը ներկայացրել է կարգը։ 619 ահազանգ ինչ խախտումներ է արձանագրել ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։ Իսրայելի ցանկացած հետագա գործողություն կարժանանա խիստ պատասխանի, Իրանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է խորհրդարանի ընտրության ձայների նախնական հաշվարկը։ Իդեպ 2021 թվականին ԿԸՀ-ն ամփոփել է 2008 տեղամասերի արդյունքները հունիսի 21-ին առավոտյան ժամը 8:25-ի դրությամբ։ Մինչդեռ 2026 թվականին ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասերի արդյունքները հունիսի 8-ին առավոտյան ժամը 9:35-ից 9:50-ի սահմանում։ Իսկ ըստ նախնական արդյունքի 9-րդ գումարման ազգային ժողովը կունենա հետևյալ տեսքը։ Քաղաքացիական պայմանագիր 49.81%, Ուժեղ Հայաստան 23.29%, Հայաստան Դաշինք 9.94%։ Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ կայքում թվերը կլորացված են և չեն ներառում էլեկտրոնային քվեարկության արդյունքները։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հավաքել է 3.996%։ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը այդ տվյալով ներկայացրել է, թե նախնական ինչպես են բաշխվելու մանդատները։ 61 մանդատ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, 28 մանդատ Ուժեղ Հայաստան Դաշինքին, 11 մանդատ Հայաստան Դաշինքին, 5 մանդատ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, սա այն դեպքում, երբ Բարգավաճ Հայաստանը ուներ 4.2%։ Այս թվաբանական դասավորության պայմանում քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը չի բավարարում ընդամենը 2 ձայն 3/5 մեծամասնություն ունենալու համար և 9 մանդատ 2/3 ունենալու համար։ Հորդորում եմ ընդդիմության ներկայացուցիչներին շտապողական ասուլիսներ չհրավիրել, հիմնավորելու համար, թե ինչու են վերցնում մանդատները և չշտապել հայտարարելու, թե իշխանությունը չունի այսքան կամ այնքան։ Մենք բոլորս հիշում ենք նախորդ ընտրություններից հետո հնչած նմանատիպ հայտարարությունները, հիշում ենք նաև, թե հետագայում ովքեր և ինչպես տարբեր քվեարկությունների ժամանակ աջակցեցին քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Որպես բարեկամական խորհուրդ, եթե այս պահին ինչ-որ բանի վրա արժե կենտրոնանալ, ապա դա խորհրդարան անցնող ձեր ցուցակների ամրությունն ու այնտեղ հայտնվող պատգամավորների քաղաքական հուսալիությունն է, որովհետև խնդիրը միայն մանդատների այսօրվա բաշխումը չէ, խնդիրը նաև այն է, թե վաղն այդ նույն մանդատներն ու քվեները որքանով են պահպանելու իրենց քաղաքական պատկանելիությունն ու դիրքորոշումը։ Հունիսի 8-ին ժամը 10-ի դրությամբ ներքին գործերի նախարարությունն նստացել է 619 ահազանգ, արձանագրվել է կրկնակվեարկության 52 դեպք, քվեարկության գաղտնիության խախտման 27, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու 9, ընտրակաշարք տալու 4, ընտրական գործընթացների խոչընդոտելու 2, ընտրատեղամասում սառը զենք կրելու, խուլիգանության և ֆիզիկական ներգործության մեկական դեպքեր, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, ձերբակալվել է 18 անձ։ Մինչ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվում էր ձայները, քաղաքացիական պայմանագիրն ու Փաշինյանը ասուլիս էին հրավիրել ընտրատեղամասերի փակվելուց ընդամենը 6 ժամ հետո, երբ դեռ հայտնի էր ձայների ընդամենը 10%-ը, ու հայտարարել, թե հաղթել են ընտրությունում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որը և քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միանձնյա կձևավորի կառավարություն։ Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, ովքեր նախ մասնակցեցին ընտրություններին և իրենց ազատ կամ արտահայտմամբ քվեարկեցին, և ուզում եմ ընդգծել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 2021 թվականի համեմատ ստացել է Հայաստանի Հանրապետության ավելի մեծ թվով
քաղաքացիների ձայնը Անդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանն էլ ընդգծել է, որ պաշտոնական ասուլիսով հայտարարել հաղթանակի մասին, երբ ընդամենը ամփոփվել են տեղամասերի 15-ից 20%-ի տվյալները, նշանակում է մեկ բան՝ ոտքերը սրբել իրավական երկրի վրա, օրենքի, բարոյականության եւ առհասարակ սահմանադրականության վրա։ Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի փոխխոսնակի խոսքով Հայաստանում ընտրության նախնական արդյունքները ավելի շատ վկայում են, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը պարտվել է, քան հաղթել։ Փոխխոսնակի կարծիքով Հայաստանում միակուսակցական մեծամասնություն կազմող կաբինետ ձևավորելու համար անհրաժեշտ է ձայների առնվազն 52%-ը։ Միջազգային լրահոսից Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի ցանկացած նոր գործողություն կարժանանա կոշտ պատասխանի։ Հայտարարության մեջ նշվում է, որ ապրիլի 8-ի հրադադարի խախտման եւ Իրանի ու Լիբանանի դեմ Իսրայելի ու ԱՄՆ-ի շարունակական ռազմական գործողությունների ֆոնին երկուշաբթի երեկոյան իրանական ուժերը հարվածել են մի քանի ռազմական թիրախների, օգտվելով ՄԱԿ-ի 51-րդ հոդվածով սահմանված ինքնապաշտպանության իրենց իրավունքից։ Թեհրանում, Թավրիզում, Սպահանում եւ Քարաջում պայթյուններ են որոտացել։ Աքսիոսը հղում է արել սեփական աղբյուրին եւ հայտարարել, որ հարվածները լայնամասշտաբ չեն եղել։ Միաժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ գործողությունների պատասխանն են Իրանի ավելի վաղ իրականացված հրթիռային հարձակմանը։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, կհանդիպենք։